Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից ժամեր անց Ռուսաստանն ու Ուկրաինան սկսեցին իրար մեղադրել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։ Չնայած Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահները զրույցի ընթացքում պայմանավորվել էին, որ Կիևն ու Մոսկվան պետք է գոնե 30 օր դադարեցնեն էներգետիկ օբյեկտների վրա գրոհները։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ 150 շահեդ անօդաչուներով Ռուսաստանը հարվածել է իրենց քաղաքացիական ու էներգետիկ օբյեկտներին, շարքից հանել դրանք։ Պուտինի խոսքերը հակասում են իրականությանը։ Սա Պուտինի խոսքերի գինն է։ Հետևաբար միայն խոսքերը բավարար չեն, պետք է իրական վերահսկողություն լինի։ Զելենսկին միջազգային հանրությունից պահանջում է հետաքննություն սկսել ու պատժել Պուտինին խոստումը չպահելու համար։ Նա այսօր փաստացի հրաժարվել է կրակն ամբողջությամբ դադարեցնելու առաջարկից։ Ռուսաստանի այս գիշերային հարձակումները ոչնչացրել են մեր էներգետիկ ենթակառուցվածքները, խաթարել ուկրաինացիների բնականոն կյանքը։ Սա ցույց է տալիս, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա հանուն խաղաղության։ Ըստ Զելենսկիի, Սումիի հիվանդանոցի վրա հարձակումը նույնպես շահեդներով է եղել։ 7 հարված է հասցվել հիվանդանոցին, կադրերում հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հետևանքներն են։ Շտապօգնության բրիգադը տարհանել է 147 հիվանդի, այդ թվում սահմանափակ շարժունակությամբ 9 մարդու։ Ռուսական օդային հարձակման հետևանքով վնասվել է նաև մանկական հիվանդանոցի տարածքը։ Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Slava Ukraini! Բայց Զելենսկին հավատում է, որ այս տարի պատերազմը կարող է ավարտվել Ուկրաինայի համար արժանի խաղաղությամբ ու դրա շուրջ պատրաստվում է այսօր հեռախոսով բանակցել Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Թրամփի հետ ժամեր շարունակ բանակցած Ռուսաստանի նախագահի գրասենյակն էլ պնդում է, թե գիշերը պայմանավորվածությունները խախտել է հակառակորդը։ Կրասնոդարի երկրամասում նավթ փոխադրող օբյեկտի վրա են հարձակվել ուկրաինացիները 3 անօդաչու թռչող սարքերով։ Փորձել են պայթեցնել այն։ Մոսկվան իրենց էներգետիկ օբյեկտների վրա դրոնային գրոհը կանխամտածված հարձակում սաբոտաժ է համարում։ Ցավոք տեսնում ենք, որ Կիևի ռեժիմի կողմից հրադադար հաստատելու փոխադարձ ցանկություն դեռ չկա։ Փորձեր են եղել հարվածելու մեր էներգետիկ ենթակառուցվածքներին։ Միանշանակ նախագահ Պուտինը հենց ամենասկզբից տեղյակ է եղել ուկրաինացիների հարձակումից։ 57 դրոնով գրոհ է եղել Ռուսաստանի վրա, բացի Կրասնոդարի երկրամասից ուկրաինական անօդաչուները թիրախավորել են նաև Կուրսկի, Օրիոլի, Տուլայի և Բրյանսկի շրջանները։ Հասմիկ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։